Բարև ձեզ, որպես ազգային ժողովի պատգամավոր երկու հարց ձեզ, Երևան քաղաքի հավաքանու անդամ։ Այո, ոնց հարցնամ, քաղաքացիները ուղի եթեր ձեզ են նայում հիմա։ Դուք հիմա եք տուգանքիդ մատերիալ դարձնում քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է թաքվել, փաստորեն։ Բարև ձեզ սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, այս պահին Մայրաստան խմբակցության հավաքանու անդամներով գտնվում ենք ազգային ժողովի մուտքի դիմաց, որտեղ որ մի քիչ ուշ կմեկնարկի ազգային ժողովի քարորյան, ներկայացնեմ ձեզ, որ ՔՊ-ն, Երևան քաղաքի հավաքանու ՔՊ խմբակցությունը եւ Հանրապետությունը միասին որոշել են քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնել եւ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող քաղաքացիներին ուզում են տուգանքի մատերիալ դարձնել, օրենք են ընդունելու այս պահին, որ բոյկոտող քաղաքացիներին տուգանեն։ Հիմա վերադառնալով խոսքից, ձեզ հորդորում եմ մտնել Վահե Գրիգորյանի շատ լավ տրանսպորտի ապօրինի էս որոշումը ինչու են բերել ստեղ, որ քաղաքացիներին տուգանեն, կասեք։ Դե կողմի քվեարկեք։ Այսինքն ուզում եք Բոլոր ՔՊ-ի պատգամավորներին պետք է ժողովուրդ ջան այս հարցը ուղղվի, իրենց համար դա նշանակություն չունի, իրենք միայն իրենց գրպանները լցնելու համար են, հայրենիքը հանձնածները չենք էլ հավատում, որ պետք է նրանք ձեր կողմից ինչ-որ դրական օրենք ընդունեն։ Հիմա նախ առաջինը ուզում են տուգանքի մատերիալ դարձնել, չվճարող քաղաքացիներին մեր բոյկոտող քաղաքացիներին, բարև ձեզ, մի հատ պատասխանեք, ինչ դուք հերիք չես քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնել։ Օրինակ հարց ենք տալիս, ես Հանգիստ եք մեր։ անհանգիստ Հա, մեկնաբան։ հարց ենք տալիս, մենք էլ ենք աշխատանքի, մենք էլ հավաքանի ենք, եկել ենք ստեղ հարցերում ենք։ 32 րոպե ասեմ լավ, եկեք հանգիստ խոսեք, հա, ձերքը պետք չի, կարող եք դրել ձեր գերբան։ 32 րոպեկան սկզբում աշխատանքները լիստով։ Արս, դուք տեղյակ եք, որ տեղական հանրակրվեի ֆունկցիան փակում եք, ինչով ժողովրդավարությանը կոնկրետ դնես եք տալիս։ Խնդրում եմ, այո, մասին դուք կլսեք նիստի։ Այդքանը մենք գիտենք, որ Դե գիտենք, որ խոսում փախնում եք, էլի ճիշտ ենք ասում, հենց հիմա փախնում եք դեր թափիկով։ Սիրելի քաղաքացիներ, Ինչ պահանջով է ակցիան ինչ է կատարվում։ մեր բոյկոտող քաղաքացիներին, որոնք որ տրանսպորտի ապօրինի թանկացման դեմ բողոքում են, չեն վճարում, չկարողացան ոչ մի մեթոդ կիրառել, էլ վարորդների հետ ընդհարվեցին մեր քաղաքացիներին, այնպես արեցին, որ ընդհարվեն, էլ քաղաքապետարանի աշխատակիցներին ավտոբուսների մեջ ստիպողաբար նստեցրեցին, որ մեր քաղաքացիներին ստիպել, ոչ մի բան չաշխատեց, բոյկոտը մեծ թափ հավաքեց, հիմա բերել են այստեղ օրենք են ընդունում, որ քաղաքացիներին 10,000 դրամով տուգանեն, իսկ ուրիշի քարտով, հարազատի քարտով օգտվողներին 15,000 դրամով տուգանեն, չվճարելու դեպքում, եւ ամենակարևորը նրանք այս չվճարելու համար մենք հայտարարել ենք, որ հետո գնալու ենք հանրաքվեի։ Հիմա իրանք այստեղ օրենք են փոխում, տեղական վճար են դարձնում, դա պարտադիր, որ չթողեն Մայր Հայաստանի նախագիծը, մենք գնանք Երևանում հանրաքվեի, որ մեր քաղաքացիները որոշեն վճարեն թանկ, թե չվճարեն։ Իսկ իրենց գերագույն գլխավոր հրամանատարը Չակերտավոր ասում էր, որ արագաչափերի համար կարող է գնանք հանրաքվեի։ Իսկ այս տրանսպորտը, որ բոլոր խավերին է վերաբերվում, իրանք դիմացը առնում են տեղական տուրքը, փոխում են վճար են դարձնում, որ էլ չկարողանանք
հանրաքվեի գնալ։ Այս մարդիկ քաղաքացիներին դարձում են տուգանքի եւ տուգանվելու մատերիալ։ Բայց դեպքերն են, երբ որ իրենց մեղադրում են ասում, տրանսպորտը թանկացրել է, հա, մարդիկ ընդդիմությունը հետապողոքներ փոխեցնում։ Իրենք էլ ասում են, մենք տրանսպորտը բարելավել ենք, դրա համար էլ թանկացրել։ Մեկ նախադասությունով սուտ են խոսում։ Սրանք ստի կայսրության առաջնորդներն են իրանց աշխատողներով։ Գնացեք կանգառներ, մենք տարբեր ժամերին լինում ենք կանգառներում եւ տեսեք։ Հիմա այստեղ պահանջում եք, որպեսզի նախագծին դեմ քվեարկեն։ Այո, որովհետեւ 71-ը ընդդեմ 3 միլիոնի։ Իրենց լեզվով ասեմ, թող հասկանան ինչ են անում։ Հիշեցնեմ սիրելի քաղաքացիներ, սիրելի եվանցիներ, որ բոյկոտի այսպես ասած դեմը չառնելու պարագայում չկարողացան ոչ մի բան անել։ Հիմա վերել են, մենք Մայր Հայաստան խմբակցությունը հայտարարել էր, որ եթե նրանք մերժեն այդ նախագիծը Երևանի ավականունիստում, Մայր Հայաստանը գնալու է հանրաքվեի եւ երևանցիները պետք է որոշեն թանկանա տրանսպորտը, թե չթանկանա։ Հանրաքվե պետք է տեղի ուներ, քանի որ ՔՊ-ի ղեկավարը ասում էր արագաչափերի համար պետք է հանրաքվե անենք, որ ժողովուրդը իր կարծիքը հայտնի, իսկ հիմա իրենք այս օրենքը փոխում են, տեղական տուրք են վճար են դարձնում, որ չկարողանանք գնան հանրաքվեի, վախեցած են, ՔՊ-ն սարսափում է ուղղակի, ժողովրդին սրանք դարձնում են տուգանքի մատերիալ, օրենք են հիմա փոխում, որ հանրաքվե չկարողանանք անել եւ օրենք են փոխում, որ մեր բոյկոտող քաղաքացիներին 10,000 դրամ տուգան են, իսկ ուրիշի քարտով կամ հարազատի քարտով այդ իրենց փաթեթով այսպես ասած, եթե վերցնեն օգտվեն 15,000 դրամ տուգան են։ Սրանք տուգանքի եւ տուգանվելու մատերիալ են դարձնում մեր քաղաքացիներին։ Սա երևանցիների եւ հայրենակիցների լռելու արդյունքն է, ուրիշ ոչ մի բան։ Հիմա տեսեք ստեղ, սպասենք ՔՊ-ի պատգամավորներին, տեսնենք ու թող քաղաքացիները տեսնեն, թե ովքեր են դեմ գնում քաղաքացիներին եւ տուգանքի եւ տուգանվելու մատերիալ դարձնում։ Ինչ է։ Հիշեցնեմ, որ ՔՊ-ն եւ հանրապետությունը թանկացրել են ոչ բարեփոխված տրանսպորտը, չբարեփոխված տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող քաղաքացիներն դեռ 300 դրամ էին ուզում դարձնել, վախեցան քաղաքացիներին բոլորից միամուռ լինելու արդյունքում դարձրեցին 150 դրամ, հիմա 150 դրամն էլ չեն վճարում մեր քաղաքացիները, սրանք էլ վարորդներին հանեցին քաղաքացիների դեմ, էլ քաղաքապետարանի աշխատակիցներին հանեցին, էլ չստացվեց, բոյկոտը շարունակվեց, ավելի մեծ մասշտաբների հասավ, մեր նախագիծը մերժվեց, որ պետք է մնար 100 դրամ, դրանից հետո մենք հայտարարենք, որ պետք է գնայինք հանրաքվե Երևան քաղաքում, որ քաղաքացիները որոշեն, թանկ է վճարելու տրանսպորտի համար, թե ոչ։ Սրանք բերել են այսօր նախագիծ ազգային ժողով, որ պետք է տեղական վճար դարձնեն, օրենք փոխեն, որ չկարողանանք հանրաքվե անել եւ տուգանելու մատերիալ դարձնեն եւ մեկ այլ օրենքով էլ չվճարող քաղաքացիներին 10,000 դրամ, իսկ ուրիշի քարտով, այսպես ասած, օգտվելու պարագայում 15,000 դրամ։ Սրանք կտրվել են իրականությունից, միայն իրանց ձեռքը մահակ է դարձել տուգանելու, տուգանվելու, օրենքներ փոխեն, որ տուգան են այս քաղաքացիները, ուրիշ ոչ մի բան սրանցից մի սպասեք, ժողովուրդ ջան։ Սրանք եկել են ձեզ քերելու, գրփելու, չրփելու, ուրիշ ոչ մի բան։ Հեսա։ ՔՊ-ի աշխատարվոճը, ուրիշ ոչ մի բան։ Քանի որ քաղաքացիները համատարած սրանց մերժում են տարբեր տեղ, սրանց միակ միջոցը սա է մնացել։ Օրենքներ փոխեն, նախագիծ փոխեն, ովքեր հնարավորություն ունեն սեփական մեքենաներով երթևեկելու եւ երթևեկում են հանրային տրանսպորտով, նրանց ուսանողներն են, աշխատող
Դուգանքի մատերիալ եք դարձնել։ Ուսիշ փախուստա ավակարակ։ Մի հոգի հարցրու, որ կարող է պատասխանել։ Մի քանի հարց եք տալի, չեն կարող պատասխանել։ Տրանսպորտի հետ կապված է սահավորինի Այս կառավարության ժամանակավոր ղեկավարներ, չէ, խաբելով քաղաքացիներին ասում ժողովուրդ ջան, եթե դեմ եք այս արագաչափերին, մենք կգնանք հանրաքվեի։ Բայց ինչի եք դեմն առնում, ինչի եք հապճեպ օրենք ընդունում, որ քաղաքացիները չկարողանան գնան հանրաքվեի, որոշեն տրանսպորտը թանկանա, թե ոչ։ Ձեր վախերը տեղի է տվել, բայց դա ձեզ օգուտ չի տալու ձեզ։ Հոշակառուի, ուսանողի ավելի շատ հալանել, քան ասենք չամրակապված վարորդի, քան ասենք հեռախոսով, բջջային հեռախոսով ռեգին խոսացող վարորդի։ Այսինքն սրանք հերթական ապացույցներն են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայամետ չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն եկել է թալանելու եւ հայ մարդուն տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելու։ Երևանի հավաքական անդամներ ենք, իբրև արտակարգ նախարար կուզենայինք իմանալ ձեր կարծիքը 10-34 նախագծի վերաբերյալ, որով սահմանափակվելու է տեղական հանրաքվեի իրավունքը ընդդիմադիր խմբակցության, նաև շինարարության, որովհետև ինչպես տեղյակ եք տրանսպորտի թանկացման վերաբերյալ մենք ունեցանք ստորագրավար, որից հետո դա իբրև քաղաքացիական նախաձեռնություն ներկայացրեցին քաղաքապետարան, որպեսզի ընդգրկվի օրակարգ, քաղաքացիական պայմանագիր եւ իշխող մյուս կոալիցիոն ուժը բոյկոտեցին այդ նախագիծը, չմասնակցեցին քննարկությանը, դրանից հետո մենք պետք է օգտագործենք տեղական հանրաքվեի մեխանիզմը, սակայն այսօրվա նախագծով տրանսպորտի վճարը սարքելու են տեղական վճար եւ նաեւ սահմանելու են տուգանք, որը համաչափության եւ տրամաբանության սկզբունքներին դեմ է։ Եվ իբրև արտադրության նախարար կուզենանք իմանանք ձեր կարծիքը տվյալ ռեպրեսիաների վերաբերյալ, այսինքն փաստացի կա օրենսդրություն, ճիշտ է, կա իշխանություն եւ ընդդիմություն։ Մենք գործում ենք այդ օրենսդրության շրջանակներում։ Հիմա արդեն գործող իրավիճակի քաղաքական կոնֆլիկտի շրջանակներում փաստացի քաղաքացիական պայմանագիրը օգտագործում է փոփոխություն, իօգուտ կոնկրետ այս դեպքի, ոչ թե որպեսզի օրենք ավելի լավ լինի, այլ որպեսզի պաշտպանվեն նրանից, որ չկարողանանք մենք առաջ գնանք այս թեմայով եւ ժողովուրդը չկարողանա իրացնել սահմանական իրավունքը։ Ինչ է դա։ Չէ, առասարակ ինչպես է կարծում, այս մարդու պետության մեջ, երբ որ օրենքը փոփոխվում է արդեն տեղի ունեցող կոնֆլիկտի շրջանակներում պարզապես ավելի հարմար դիրք ստեղծելու համար իշխանությունների արդյոք դա օրենքի լեգիտիմության հարց չի առաջացնում։ Ես դες վստահեցնում եմ պիտի գալի։ Այսինքն մեկ փանկացմանը։ Եկել անցել ձեռստեղծություն։ Դուգանքի մատերիալ եք դարձնելու այս քաղաքացիներին։ Միակ նաև քաղաքացիներին ու ասեք, Ժողովուրդ ջան, Երևանի հավաքանիստում ոնց որ ինչպես ԿՊ-ը հավաքանիները թռան, հիմա էլ այստեղ պատգամավորներն են փախնում հարցերից եւ չեն պատասխանում, ուղղակի չեն պատասխանում հարցերին։ Փախնում են, էլի։
Մենք հավատանք հետևինն էլ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Մայր Հայաստանի նախագիծը մերժվեց Երևանի ավականունիստում, որով պետք է մնար 100 դրամ, իսկ երկրորդ քայլը պետք է լիներ, որ Երևանում պետք է անցկացվեր հանրաքվե եւ քաղաքացիները որոշեին թանկ է լինելու տրանսպորտը չբարեփոխված, իրենց բերած նախագիծը օրենքի սահմաններում է, թե ոչ։ Հիմա ՔՊ-ն Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, իսկ Տիգրան Ավինյանի ավելի մի քիչ վերև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Տիգրան Ավինյանը եւ Նիկոլ Փաշինյանը դիմել են Ալեն Սիմոնյանին եւ իրենց ՔՊ պատգամավորներին, որ օրենքի նախագիծ բերեն, դարձնեն տեղական վճար տրանսպորտի վճարը, որով չկարողանան քաղաքացիները գնան հանրաքվեի։ Այսպես ասած, օրենքով դիմացը փակում են, որ հանրաքվե չկարողանան կասկածել, եւ երկրորդ օրենքով էլ դարձնում են 10,000 դրամ տուգանք, ընդունելու են, որ քաղաքացիները չկարողանան բոյկոտել, իսկ 15,000 դրամ ուրիշի քարտով օգտվելու պարագայում։ Բոլոր պատգամավորները իման մուտք գործելուց պետք է այդ հարցին պատասխանեն, ինչի են ՔՊ-ն դարձնում տուգանքի մատերիալ մեր քաղաքացիներին ազգային ժողովի մուտքի դիմաց 5 րոպեից 5-10 րոպեից պետք է մուտք գործեն բոլոր պատգամավորները, քարորյան սկսվի եւ օրենք նախագիծը, երկու օրենք նախագիծը, մեկը 10-ից 15,000 դրամ տուգանելու, իսկ մյուսը այնպես անել, որ հանկարծ չկարողանանք Երևանում անցկացնել հանրաքվե։ Սրանք վախերի մեջ են, ինչքան են շարունակելու, դեռ պարզ չի։ Իսկ Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ պետք է այնպես անել, որ արագաչափերի համար քաղաքացիները հանրաքվեի գնան։ Բայց հիմա այս տարբեր շերտեր, մեր երևանցիները, հայրենակիցները օգտվում են տրանսպորտից։ Ինչի եք բերում օրենքով փակում, օրենք ընդունում, որ չկարողանանք հանրաքվե անցկացնել։ Սա ձեր վախերի հերթական դրսևորումն է։ ՔՊ-ն գիտի, որ քաղաքացիների կողմից մերժված են Գյումրիից մինչև Սյունիք եւ Երևանից։ Երևանում 23 թվականին են մերժվել քաղաքացիներ ջան, իսկ Գյումրիում մի քանի օր առաջ։ Համատարած մերժում են ստանում սրանք։ Իսկ հիմա այս Տիգրան Ավինյանը եւ Նիկոլ Փաշինյանը համատեղ ուժերով Ալեն Սիմոնյանի քավորությամբ այսօր օրենքներ են ընդունում, որ քաղաքացիներն դարձնեն տուգանքի եւ տուգանվելու մատերիալ։ Սիրելի երևանցիներ, սիրելի քաղաքացիներ, սա մեր բոլորիս լռելու եւ հանդուրժելու արդյունքն էր։ Այս օրենքները հենց սրանք ընդունեցին, այս բոյկոտող քաղաքացիների դեմ եւ տեղական վճար դարձնելու մեր տրանսպորտի գումարը, սրանք այնպես են անելու, որ մի քանի 2-3 ամիս հետո այդ 150 դրամը դարձնեն 300 դրամ։ Սա բոլորիս լռելու արդյունքն է։ Հիմա այս մարդիկ այս օրենքն են ստիպողաբար բերում ընդունեն։ Այո, բոյկոտող քաղաքացիներին 10,000 դրամ, իսկ ուրիշի քարտով, հարազատի բարեկամի քարտով օգտվողներին միանգամից 15,000 դրամ։ Իսկ ամենակարևորն է, օրենք են փոխում տեղական վճար դարձնելով տրանսպորտի գումարը, որով որ չկարողանանք գնանք հանրաքվեի Երևանում։ Հարցերին, որը վերաբերում է մեր ամբողջ հասարակությանը, խուսափում եւ բարդում են շենքի իրենց տակուց սենյակները, որ պատասխանեն այն հարցերին, որը ավելի
Էլի քաղաքացիներ, մեքենայից ազգային ժողով 3 վայրկյան է տևում, այլն է ցավակը։ Տեսեք, ինչ որ մեկը հեծանիվով տեղ է գնում։ Իսկան ոստիկան ինչի համար են ստեղ։ Հիշեցնեմ ժողովուրդ ջան, հիմա ազգային ժողովի քարորյան է սկսում, ազգային ժողովի քարորյան բերել են օրենք, Տիգրան Ավինյանը, Նիկոլ Փաշինյանը իրար հետ, Ալեն Սիմոնյանի քավորությամբ, ՔՊ-ի պատգամավորները պետք է քվեարկեն այդ օրենքի նախագիծը, որով տեղական վճար են դարձնում, այնպես են անում, որ չկարողանանք Մայր Հայաստանի նախագիծը չընդունելու պարագայում մենք ասել ենք, որ գնալու ենք հանրաքվե եւ երևանցիներ որոշեն, այո կամ ոչ տրանսպորտի թանկացման դեմ, հիմա օրենք են փոխում, որ այդ հանրաքվեն չկարողանանք անցկացնել, դա մեկ, երկրորդն էլ 10,000 դրամով տուգ անել քաղաքացիներին, իսկ 15,000 դրամով են քաղաքացիներ, ով որ կօգտվի ընկերների, հարազատների, ուրիշների այդ փաթեթներից, այսպես ասած, արտոնություններից։ Իսկ իրանց նպատակն է, որ ոչ մի պարագայում թույլ չտան քաղաքացիները, որ կարողանան հանրաքվեի մասնակցել։ Պետք է պատասխանեք էլի այս հարցին։ Ինչի՞ չեք կարող, բայց հիմա մտնեք դու գանքի մատերիալ դարձնեք քաղաքացիներին։ Հա՞։ Հələ մի րոպե կլինի։ Ազգային ժողովի աշխատանքի 13 րոպե կա։ Իսկ ձեր հարևան Պողոսը դեմ կա։ Իսկ ձեր հարևան Ասեք ինչքան եք խոսափելու, էլի հարցերին չպատասխանեք, ես բախվում։ Ձեր ձերքում էլ է հուսապարկը, ձեր ուսերին է հուսապարկը։ Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը ասել էր հանգարց կողմ չքվեարկես, բայց տեսնենք հələ Թունյան Բաբկենը կողմ կքվեարկի, որ քաղաքացիները դառնան տուգանքի մատերիալ։ Տեսնենք այս անգամ իր հարևան Պողոսին կլսի։ Դուք չեք Եվ կոնկրետ մարդկանց տարանջանել ես մասնագիտությունների, ամենայն հարգանք ունենալով նա փորձում է մարդու Հավանաբար իրենց դուստի պատգամավորներին իրենց իրավունքում են։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ սիրելի հայրենակիցներ, սա հերթական դրսևորումն է, որ այս մարդիկ իրենց մեջ ասում են, այս ժողովրդի գլխին ինչ բերում ենք, լռում են ու հանդուրժում են, ձեն չեն հանում, ուղղակի սոցիալական այս հարթակներում են վրդովմունքը հայտնում։ Մենք ասել ենք, որ սրանք թանկացնելու են 300 դրամ, 300 դրամ չկարողացան թանկացնել, վախեցան ձեզանից, բոլորիս համախմբան արդյունքում 150 դարձրեցին, 150-ի դեմ էլ բոյկոտեցին բոլորս միասին, հասկացան, որ չի լինում, ոչ վարորդները օգուտ տվեցին, ոչ քաղաքապետարանի աշխատակիցները, եւ լսել էին, որ եթե անկարծ մերժեն մեր Մայր Հայաստանի նախագիծը, գնալու ենք հանրաքվեի Երևանում, հիմա բերել են, հատուկ օրենք են ընդունում, տեղական վճար են դարձնում այս տրանսպորտի սակագինը, որ չկարողանանք Երևանում գնալ հանրաքվեի, մի հատ էլ տուգանվելու տուգանքի մատերիալ են դարձնում, 10,000 դրամով տուգան են քաղաքացիներին բոյկոտող, իսկ 15,000 դրամով այն քաղաքացիներին, որոնք
իրենց քարտերը կամ այսպես ասած փաթեթները կտան իրենց բարեկամներին, հարազատներին։ Այս մարդիկ ստիպողաբար որ էլ ձև չունեն, էլ արդեն քաղաքացիները իրանք ոչ մի կերպ կապ չունեն, իրանք միայն սկսում են օրենքներով տուգանել եւ քաղաքացիներին դարձնեն Բարև ձեզ։ Ես որպես Երևանի ավականու անդամ դուք էլ պատգամավոր։ Մի հատ կասեք ինչի եք ես մարդկանց տուգանքի մատերիալ դարձնում։ Ժողովրդի ծոցից թռած պատգամավորներ, ինչի եք։ Փախտում է ժողովուրդ, այս մարդիկ թռնում են։ ՔՊ խմբակցության ավականիները նիստից են փախտում, այս մարդիկ էլ ազգային ժողովի շենքից։ Ոնց կլինի սենց։ Փախտնելով ոչ մի բան չի լինելու, հիմա փախտնեք մտնեք այնտեղ օրենքները ընդունեք։ Ձեր ղեկավարներ ասում, որ քաղաքացիները եթե դեմ են արագաչափերին կգնանք հանրաքվեի։ Հիմա քաղաքացիները դեմ են տրանսպորտի թանկացմանը։ Ինչ է հապճեպ օրենք ընդունում, որ չկարողանանք հանրաքվեի գնալ։ Ձեր վախերը միջև ուրա հասնելու։ Չկան, այս պատգամավոր, Մեկը հարց տվեք ժողովուրդ, մի հոգի հարց տոտա, որ պատասխանեն։ Չէ, փախտում է ժողովուրդ անհնար է։ Այս պատգամավորները ոչ թե կրթվել են նորաձև պետք է անեն, այլ շփումը նորաձև քաղաքացիների հետ պետք է շփումը նորաձև լինի։ Ուրիշ բան են սովորում, սխալ տեղ են ընկել։ Չեն կարում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք պատասխան եք էլի հիմա քաղաքացիները ուղի եթերով նայում են, այս տուգանքի եւ տուգանվելու մատերիալ են դարձնում, նորից հերթական անգամ տրանսպորտի սակագինը։ Այսինքն գործելավոճին հայտարարման Իսկ դուք կպատասխանեք քաղաքացիներին, էլի։ Ինչի եք էլի կողմ, որ այս քաղաքացիների տուգանու մատերիալ դարձնեն, այս ՔՊ-ն, կասեք։ Ինչի չեք պատասխանում։ Առանց պատասխանելու գնում են այս մարդիկ։ Դե չեմ իմանում, բայց դե չեն պատասխանում։ Ես ասում եմ ինչ անեմ։ Էլի ժողովուրդ, տեսա վիճակը, այս մարդիկ չկարողացան ձեր համախմբվածության, ձեր բոյկոտի դեմ չկարողացան, ոչ կարողացան վարորդներով, ոչ կարողացան քաղաքապետանի աշխատողներով, ոչ մի ձև չկարողացան, հիմա բերել են հապճեպ օրենք են ընդունում, տեղական վճար դարձնեն, տրանսպորտի սակագինը, որով չկարողանա Մայր Հայաստանը իրագործի իր պլանը, այսպես ասած, որ հայտարարել են, որ գնալու են հանրաքվե Երևան քաղաքում եւ երևանցիները որոշեն թանկանա թե ոչ։ Դրա դեմ առնում են հիմա օրենք են փոխում հապճեպ եւ մեկ այլ օրենքով էլ 10,000 դրամ տուգանեն են քաղաքացիներին, որոնք չեն վճարում, իսկ 15,000 դրամ այն քաղաքացիներին, որոնք օգտվում են իր բարեկամների, հարազատների, ծնողների եւ երեխաների, այսպես ասած, քարտերով։ Էս են այս մարդիկ։ Իրանք կտրվել են իրականությունից, իրենց սխալ են զեկուցում։ Ես հիմա ինչ նախադասություններ ասում եմ, 2018 թվականին իրանք էին այդ նախադասությունները ամեն անգամ կրկնում։ Էնպես որ այս մարդիկ կտրվել են իրականությունից եւ իրենց սխալ են զեկուցում։ Տեսեք, բոյկոտը
Դրա համար հավաքությունների համար 10-10 Անդիմանալու եւ քաղաքացիների կողքին կանգնելու Բոլորս է կարող ենք մեր համախմբան արդյունքում միանշանակ կարող ենք սիրելի քաղաքացիներ թող ընդունեն թող ինչքան օրենք ուզում են ընդունեն հեսա պարոն Դանիելյան 2 րոպեով ուղիղ եթեր են քաղաքացիները նայում են ասում են էլ արդեն էլ ինչ անենք սրանց մեզ սարքում են տուգանքի մատերիալ ինչ կասեք երեք էր մեր հանձնաժողովին նստում եկել հայտարարում ուրեմն նախագիծ կայացին փոխադասային հանձնաժողովը անգամ քրոական падգամավորների դեմ արտահայտում դրան հա նոր փախտում են իրանք հարցերից SMS ստացան եւ գնացին խելոք քվեարկեցին դրա WhatsApp-ից էր SMS-ները, ինչ կարծիք ունեք, բայց աբսուրդ է, համ խոսում են նրանից, որ եւ պոլիսների հետևում եւ բանի հանձնաժողովում որ սա հայտարար նախագիծ է, համեր գրում են դրանք կողմ են քվեարկում։ Ինչպես բոլոր այն օրենքներին, որոնք որ հակապետական են, հակահայկական են, օգտվելով առից նաև ձեզնից եմ շնորհակալություն հայտնում եւ երեք էլ ասացի աշխատանքի համար, որ տարվում այն մեծ աշխատանքը, որ տարել եք, նաև մեր քաղաքացիներին, որ այդքան ստորագրություն են դրել, աստորեն քաղաքացիները այդքան ստորագրություններն ու այդքան նաև ես որոշակի նաև մասնակցել եմ բոյկոտի, նաև այդ մարդկանց կատարած աշխատանքը այսօր ջուրն են կցում, ասում որ ժող բաստիոնը, աստորեն քաղաքացի որևէ մի իրավունք չունի։ Ամենակարևորը որ հանրաքվեի դիմացն են առնում, որ անգար չլինի։ Ձեզ եմ շնորհակալ։ Սիրելի քաղաքացիներ, հիշեցնեմ, որ այս պահին մեկնարկում է ազգային ժողովի նիստը, որով նրանք հապճեպ օրենք են ընդունում, որ տրանսպորտի նախ վճար դարձնեն, տեղական վճար դարձնեն, չթողեն գնանք հանրաքվեի եւ ամենակարևորը ելի օրենք են դերում հերթական, որ մարդկանց տուգանքի մատերիալ դարձնեն 10,000 եւ 15,000 դրամով ցանկություն ունեն տուգանելու։ Ընդհանրապես, որտեղ քաղաքացի տուգանելու, քվեճարողի տուգանքել։ Ոչ, քաղաքացի չեք։ Դուք Հայաստանի Հանրապետության պատգամավոր եք։ Դժվար է դրա մեջ մի քիչ խորանալ, ավելի բարձր ինֆորմացիա մեզ տալ։ Իսկ մարդուն տուգանքը իսկ ուղևորի տուգանքի մատերիալ դառնելու։ ավելի իրատեսակ Երբ որ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամի կարգի է, 50 դրամ սահմանելու դեպքում քաղաքացիական դառնալու դեպքում Եկեք տիկին գազ։ Սպասենք, տեսնենք քիչ ուշ կմեկնարկի ազգային ժողովի նիստը, տեսնենք 71 ՔՊ պատգամավորները ստացել են WhatsApp-ով SMS-ներ, որ քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնեն եւ այս իրենց քվեարկությամբ դիմացն առնեն, որ հանկարծ երևանցիները չմասնակցի հանրաքվեի եւ իր դիրքորոշումը արտահայտի տրանսպորտի թանկացման դեմ։ Նիկոլ Փաշինյան, դուք եք ասում, քաղաքացիները թե ուզում են գնանք հանրաքվեի, որոշենք արագաչափերը հանենք, տեսախցիկները հանենք, թե մնա։ Բաղ ինչի եք վախեցել քաղաքացիներից եւ հիմա օրենք եք բերում ձեր ՔՊ-ով անցկացնեք, որ հանկարծ Երևանում հանրաքվե չլինի եւ Մայրաստանի նախագիծը, որով մենք արտահայտել ենք մեր միտքը, որ պետք է հանրաքվե լինի Երևանում եւ Երևանցին որոշի թանկանա տրանսպորտը թե ոչ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, ես հետևենք ազգային ժողովի նիստին, Մայրաստան խմբակցության նախագիծը, որը որ պետք է մնար 100 դրամ տրանսպորտը, մերժեց
ՔՊ խմբակցությունը Երևանի ավականու նիստում եւ Հանրապետությունը ՔՊ կցորդ կուսակցություններ իրար հետ եւ Տիգրան Ավինյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դիմեցին Ալեն Սիմոնյանի քավորությամբ եւ որոշել են հիմա ազգային ժողովում օրենք ընդունեն, դիմացն առնեն հանրաքվեի, որ հանկարծ Երևանում Մայր Հայաստանը հանրաքվե չկազմակերպի եւ երկրորդը 10,000 դրամով տուգանել բոյկոտող քաղաքացիներին, իսկ 15,000 դրամով ուրիշի քարտով, ուրիշի փաթեթով օգտվող քաղաքացիներին, բարեկամների, ընկերների, հարազատների կամ ընտանեկի անդամներից ինչ որ մեկի։ Սա վախի հերթական դրսևորումն է։ ՔՊ-ն Երևանում, ՔՊ-ն Հանրապետությունում մերժվում է։ Մերժվել է 23 թվականի Երևանի ընտրություններից, սկսած եւ մի քանի օր առաջ հերթական դրսևորումը եղավ Գույումրիում։ Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, մի հանդուրժեք, մի լռեք, սրանք մտել են ձեր գրպանները, սրանք 50-50-ից տվե անցել են արդեն 90-10 են, սրանք տուգանվելու մատերիալ են դարձնում ձեզ եւ սրանք փողի համար ամեն ինչի պատրաստ են։ Եվ վերջում ասեմ, ՔՊ եւ Հանրապետություն ձեզ սխալ են զեկուցում։ Ձեր գնալու ժամանակը մոտիկացել է, թե ուր կգնաք, դա էլ ժողովուրդը կորոշի։ Դուք մերժված եք։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում երբևիցե չի եղել նման իշխանություն, որ սեփական ժողովուրդը իրեն այսպես ատի։ Մնացածը հետևենք ազգային ժողովի նիստին, շնորհակալություն։